Մեր ձևով շարժումն ընդլայնում է տարածման մասշտաբները։ Եղեգնաձորում եւ Վայքում բացվեցին շարժման գրասենյակները։ Ավելի մոտ լինել քաղաքացուն, սերտ շփում հաստատել նրանց հետ եւ ծանոթանալ յուրաքանչյուր բնակավայրի ամենաթիրախային խնդիրներին։ Սա է մեր ձևովի որդեգրած քաղաքականությունը։ Գինեգործություն եւ տուրիզմ հիմնված գինեգործության վրա։ Մեր ձևով շարժումը Վայոց ձորի զարգացման ուղին այսպես է տեսնում։ Նարեկ Կարապետյանն իր պատկերացրած լուծումները ներկայացրեց գյուղացիներին։ Մենք պետք է Վայոց ձորը սարքենք Հայաստանի գինեգործական տուրիստական կենտրոններից մեկը։ Գինեգործություն եւ զբոսաշրջություն գինու հիմքի վրա։ Մարզի տարբեր բնակավայրերում հանդիպումների ժամանակ քաղաքացիների բարձրացրած խնդիրները բազմազան են, սակայն ամենացավոտն ու հիմնականը աշխատանքի բացակայությունն է։ Երիտասարդության արտահոսք է տեղի ունենում։ Դա պայմանավորված է հենց բիզնես քիչ ներդրումներով, նոր բիզնես միջավայրներ ստեղծելով, նոր աշխատատեղեր ստեղծելով, որոնք կնպաստեն, որպեսզի երիտասարդները իրականում մնան ստեղ։ Երեխեքի խնդիրն է, որ մենք մեծ կուլտուրայի տուն ունենք, բայց կիսատ պրատա, այդ երեխեքը որ ձմեռը չեթան խուժանությամբ ուրիշ բաներով զբաղվեն, այդան շախմատ, նարդի, շաշկի, թենիս, բիլիարդ, եսի ինչ զբաղվեն, այտենց հարցեր ունեն։ Գյուղատնտեսություն կարելի ասել գրեթե բացակայում է, չկա։ Այն մի քանի աշխատասեր ընտանիքներ շարունակում են իրենց հողը մշակել, չնայած որ ոռոգման խնդիր էլ չկա։ Ուղղակի գյուղացին ապրում է գյուղական բնակավայրում, բայց չի զբաղվում գյուղատնտեսությամբ։ Աշխատանքային տեղ չկա, ջահելությունները չեն աշխատում։ Տունը նստած են, չկա որտեղ գնամ ալիշկան, գործարանը փակ է։ Բնակիչները ներկայացնում էին նաև առաջարկներ։ Համայնքում աճեցվում են հատապտուղներ, սակայն ներդրումների կարիք կա։ Տաշած Կարապետյան, գետին չի մնում։ Ընդհանրապես հատապտուղը, իսկ կոնկրետ ելակը մնում է ելակ։ Ես մինչև հիմա դեկտեմբերի 4-ն է այսօր, ես մինչև հիմա ելակում եմ։ Իսկ մեծացնելու համար ինչ անհրաժեշտ ձեր կարծիքով։ Ներդրումներ։ Վայոց ձորում Նարեկ Կարապետյանի եւ մեր ձևով ժողովրդական շարժման անդամների հետ հանդիպման եկած մարդիկ հույս էին հայտնում, որ երկրի տնտեսական կյանքում փոփոխությունների դրական դինամիկա կգրանցվի այն ժամանակ, երբ ազգային բարերար Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի ապօրինի կալանավորումից։ Աստծուց խնդրում եմ, որ պարոն Կարապետյանը մեկ օր շուտ վերադառնա, ինչքան կարելի է այսպես ապրել, ինչքան կարելի է ցես նեղության մեջ։ Մի կերպ գոյատևում ենք։